Կարծում եմ այստեղ ինչ-որ նորություն ասելու չեմ լինի, եթե ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին ընդդիմադիր գործընկերները մեր փորձում են օգտագործել ու շահագործել սեփական նպատակների համար, ինչը եւ փորձում էին անել ի սկզբանե, փորձում էին անել այն ժամանակից սկսած, երբ որ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները բռնի տեղահանության ենթարկեցին, սակայն մի քանի անգամ այսպես հիասթափությունների մեջ ընկնելով, չկարողանալով մոբիլիզացնել այդ մարդկանց, չկարողանալով նրանց դրդել Հայաստանում բողոքի գործողությունների եւ մնացածի կարծես թե հետ էին կանգնել այդ մտքից, հիմա կրկին փորձում են դա անել ու դա փորձում են անել շատ նողկալի եղանակով որպես այդպիսին, ինչա դա իրենից ենթադրում գնում են այնպիսի ռադիկալ մտքեր ունեցող Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների են խոսեցնում, այնպիսի ատելության խոսք են նրանց կողմից տալիս եթեր իրենց լրատվականներով, որին ի պատասխան հնչելու ատելության խոսք, չի կարա լինի, որ չհնչի ուղղակի դատապարտում եմ իհարկե ատելության խոսքը, բայց երբ որ մի կողմից ատելության խոսք հնչում, մյուս կողմից էլ է հնչելու, դա ուզես թե չուզես, հետո սկսում են ներկայացնել, որ իբր իշխանության կողմից ատելության քարոզ է տարվում, այնինչ չկա նման բան ուղղակի, իրանց երջանկությունը ու իրանց նպատակների գագաթնակետը հետևյալն է, մարգինալացնել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, այնպես անել, որ նրանք մտածեն, թե իբր իշխանությունը իրենց նկատմամբ պատելություն է տարածում, ու այդ մարդկանց օգտագործել իշխանության դեմ միտինգների համար, այդ է ամբողջ նպատակը, ուրիշ նպատակ չկա, իսկ ավարտեմ, իսկ ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի դրոշը բարձրացնելուն եւ մնացածին, դա բան է, էլի, նախերգանքն է որպես այդպիսին, բան են անում, Լեռնային Ղարաբաղի դրոշով խափում են, որ հետո Ռուսաստանի դրոշը բարձրացնեն Հայաստանի Հանրապետության դրոշի փոխարեն։ Գյումրիի ընտրությունները ձեզ վառ օրինակ, որ ընտրության հենց հաջորդ օրը ընդդիմության փառապանց տեխնացուն հայտարարեց, որ այո, Հայաստանը Բելարուսի օրինակով պետք է մտնի միութենական պետության կազմ։ Դե ընդդիմության ֆանտաստիկան է, էլի դա իրականում, իրենք Լեռնային Ղարաբաղում իշխանությունը զավթեն, իրենք Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագիրը ստորագրեն, իշխանություններին ասեն, այ դուք փակում եք էջը, այդ դուք չէիք փակում, այդ դուք չեք փակել արդեն այդ էջը լուծարման մասին հրամանագրով, ասում է լուծարման հրամանագիրը տենց թուղթ կա, թե չկա, այդ հիմա բա որ խոսում եք վաղը դա այդ ձեր խոսացածը կա, թե չկա, չկա, որտեվ ձեր ոչ մի խոսքը վաղը չկա։ Ալեքսեյան, այդ դուք ասում եք, որ արցախցիների կողմից ատելության խոսք կա, դրան ի պատասխան նաև իշխանության կողմից կա։ Իշխանության կողմից ես չեմ ասել, որ կա ատելության խոսք։ Սուքիասյանը, որ ասում է, արցախցիները չեն կռվել, փախել են, ինֆորմացիա են տվել, դրանից ավելի ուժեղ ատելության խոսքը ո՞րն է։ Ես ճիշտն ասած չեմ լսել պարոն Սուքիասյանի խոսքը, բայց դե հիմա կներեք, երբ որ ասում եմ, որ գեներացվում է Լեռնային Ղարաբաղի որոշ ռադիկալ հայացքներով քաղաքացիներին այնպիսի վերնագրերով լրատվականների հարցազրույցներ ու մնացած են գեներացում, որ դրան ի պատասխան իշխանության կողմից չէ, ոչ իշխանության կողմից, այլ հակառակ քաղաքական հայացքներ ունեցողների կողմից։ Չէ, հիմա օրինակ երեք տրիբուն, անցած Լեռնբանի օրը, ընդդիմադիր ակցիայի օրը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ Լեռնային Ղարաբաղի ակտիվիստը ասում է գնացեք, չեմ ուզում ինձ լուսաբանել։ Ընդդիմադիր լրատվականի լրագրողը շատ հայտնի է դեպ, ասում է, այս մեր հայրենիքն է, չեք կարա քշեք մեզ տեղից։ Այսինքն չի ասում մեր հայրենիքն էլ է, իմ ու քո հայրենիքն, ասում է մեր հայրենիքն է, չեք կարա քշեք։ Այդ բաժանարար գիծ չի, այդ արցախատյացություն չի, այդ ատելության խոսք չի։ Պատկերացնում եք նման բան ասեր որևէ պրոիշխանական հայացքներ ունեցող կայք։ Կսպանեիք, օրինակ 100 խոսնակ եմ, ո՞մն է, այդ ինչ լրատվական։ Խաչատուր Սուքիասյանն է, ասում է Իրանը չի։ Ես Եվրոմեդիան ուննա։ Արման Վարդանյանն ով է։ Աջակցող հայտարարություններով գործալիս այդ լրատվամիջոցը եւ հրապարակում է մի կնոջ հարցազրույց, որտեղ ասում է Գյուլերն էլ իշխանական լրատվամիջոցը ո՞րն է։ Իշխանակ դուք 24 մյուս լրատվ։ Տեսեք, դուք 24 մյուս լրատվականից։ Ձեր լրատվականը օրը 40 անգամ ենթադրաբար, տենց մոտավոր թիվ եմ ասում, կեղծ վերնագրեր է դնում մարդկանց խոսքերին։ Օրինակ, դնում եք, ես ձեզ կարամ հենց հիմա 5 հատ օրինակ ցույց տամ։ Մարդը, չէ, դուր չգալը ո՞րն է, դուք ինձ օրինակ վերագրում եք բաներ, որոնք ես չեմ ասել։ Դուք իմ խոսքին տալիս եք ուրիշ վերնագիր, որը ես երբեք չեմ ասել։ Արտահայտությունները ձևափոխում եք ու տենց դնում եք։ Հիմա ինչքանով է
Մշտապես ներկայացրել եմ, բայց չի ուղղվում դա, որտեվ դա լրատվական քաղաքականություն է, կեղծել։ Այդ է անդիմադիր լրատվականների մի շատ մեծ մասի քաղաքականությունը։ Իհարկե նորմալ չի, խստորեն դա իհարկե նորմալ չի, բայց գիտեք խնդիրը որն է, որ դուք օրինակ ձեր լրատվականը, այն մյուս լրատվականը, Եվրոմեդիան, այն մյուսը գնում եք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ռադիկալ հայացքներ ունեցող մարդկանց խոսացնում եք, նրանցից ստանում եք երեխեքին թաղեմ, կնոջը թաղեմ, ընտանիքը սպանեմ, ծառից թարս կախաղան հանեմ, նմանատիպ վերնագրեր, հետո չէ մի վարքյան, էլի կթողեք ավարտեմ, հետո երբ որ այդ բաներին, մեկնաբանություններին, այդ խոսույթին ի պատասխան հնչում է խոսույթ ուրիշ մարդկանց կողմից, սկսում եք միակողմանիորեն այն մարդկանց ես քննադատում եմ, միանում եմ ձեր քննադատությանը, բայց երբ որ այդ քննադատությունը միակողմանի է, այդ բևեռացումը հենց այն է, ինչը որ ընդդիմությունը ուզում է, այդ հենց այն է, ինչը փորձում է ստանալ։ Պետք է երկկողմանիորեն կոչ անել, թե Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին ակցիաների մասնակցող, որ չդառնալ ընդդիմության ձեռքին գործիք, չտարածել ընդդիմության ատելության մոտիվներն ու նարատիվները, անեծքներն ու լուտանքները, եւ թե մեր քաղաքացիներին ուղղակի բացատրել, որ այս մարդկանց ընդդիմությունը ընդամենը փորձում է օգտագործել սեփական շահերի համար։ Պարոն Ալեքսանյան, Նիկոլ Փաշինյան։ Տեսեք, դուք էլի ներկայացնում եք 24 նյուզ լրատվական։ Մի վարք։ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ ակցիա էին անում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներ, որոնց ամենաերևացող դեմքերը առավոտից երեկո քննադատում են նաև մեզ, լավ են անում, իրանց իրավունքն է։ Դուք այդ մարդկանց մասին ինչա թե ձեր լրատվականի քաղաքական գիծը չեն կիսում, այդ մարդկանց մասին վերնագրերը դնելուց նիկոլական, ԿՊԱ-ական, պրոիշխանական եւ այլն, այդպես եք դրել վերնագրերը, ինչա ձեր օրակարգը չեն կիսում։ Հիմա ինձ եք ասում, որ այս մարդիկ սենց կամ նենց, ուրեմն նենց, դուք եք այդպես անում, ժողովուրդ ջան։ Բայց իրանք պրոիշխանական չեն, ձեր նշած մարդիկ Facebook-յան էջերը մտեք, բայց առավել հանդուրժող մարդ տեսած կա։ Այսքան ընդդիմությունը պետք է քննադատությանը միշտ կողմ եմ, միշտ ցանկացած տեսակի քննադատություն վարչապետի Չէ, չպետք է պատրաստ լինեմ։ Չէ, ես չպետք է ատելության խոսք։ Ես չպետք է ատելության խոսքի պատրաստ լինեմ, ոչ մի մարդը չպետք է ատելության խոսքի պատրաստ լինի, երբ որ վարչապետի անչափահաս երեխաների նկատմամբ, իշխանության ընտրած 680,000 քաղաքացիների նկատմամբ ատելության խոսք է տարածվում, բռնության կոչեր են հնչում, պետք չի դրան պատրաստ լինել, պետք է դրան հակադարձել։ Պետք է դրան հակադարձել սաստման խոսքերով եւ ոչ թե ատելության խոսքով։ Բազմիցս բռնության կոչ է հնչեցել, դա ինչու հակառակ Երբ հնչեցել ընդդիմությանը կտանք բորձուր լիզել, կոնկրետ դեպքերով ասել, պատկերավոր ներկայացրել այն գործողությունները, որոնք տեղի են ունենում օրինակ ոչ կոնկրետ իրավախախտում կատարած անձանց նկատմամբ կատարվում են կոնկրետ ոստիկանական գործողություններ, որոնց մեջ կա նաև ֆիզիկական ուժի կիրառության հատված։ Այդ ֆիզիկական խոսնակ եմ լրատվականից ինձ խեք հարց տալ։ Ինձ խեք խոսնակ εμից հարց տալ։ Խեք ինձ խոսնակ εμից հարց տալ։ Իշխանության ներկայացուցիչն ինչ կապ ունի խոսնակ εμի հետ։ Համակիրը ասում է արցախցիներին պետք է բոլորին սպանել։ Ժողովուրդ ջան, ձեր համակիրները, ավելին ասեմ, ձեր քաղաքական դաշտի կրողները օրինակ, ձեր լրատվական մեդիայի կրողներից մեկը TV5-ի գլխավոր խմբագիրը ժամանակին ձերբակալվել է հոկտեմբերի 27-ի գործով։ Ես հիմա ձեզ դնեմ նույնացնեմ, ասեմ դուք հոկտեմբերի 27-ի գործով անցած մարդ եք։ Բա ես ինչ կապ ունեմ խոսնակի եմ լրատվականի հետ։ Ինչ կապ ունի։ Ձեր համակիրներն են ասում։ Ձեր համակիրները մենք 680,000 եւ ավել համակիր ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Այդ Եվրոմեդիայի եմիլ բանն է։ Չէ, բայց հասկանում եք հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի ամենապրոռուսական ուժերը ստեղծել են Եվրոմեդիա անունով լրատվական ալիք, այդ լրատվականի ալիքին էլ պետք է կարծում եմ խոսույթին ու առհասարակ քաղաքական գնահատականներին է պետք է վերաբերվել ճիշտ նույն կերպ։ Հիմա որ ասում եք չունենք։ Դուք դեմ եք մամուլի բազմազանության։ Լրիվ կողմ եմ։ Հատկապես ֆանտաստիկ եմ համարում, որ պրոռուսական ուժերը ստեղծում են Եվրոմեդիա անունով հեռուստաալիք։ Ֆանտաստիկ է։ Պարոն Ալեքսանյան։ Չեմ քննադատում, էլի փաստն եմ արձանագրում։ Դուք այդ ոնց որոշեցիք, որ պրոռուսական ուժերն են ստեղծել։ Ես ասում եմ Արման Վարդանյանն է ստեղծել։ Եվ նա հանդիսանում է շարունակեք միտք։ Դուք ասեք։ Լավ, ես չեմ ասի, ես ինչ գործ ունեմ։ Բոլորը հմեկ լինեն այս երկրում, բոլորը հայ։ Չէ, ցավոք սրտի բոլորի պրոֆեսիոնալիզմը չի ների հմեկ լինեն այս երկրում, բայց այնուամենայնիվ։ Ձեր պատկերացումը դա է, պարոն։ Չէ, լավ, ներողություն եմ խնդրում, կարծում եմ փոքր-ինչ բան նկատի ունեցա։ Գուցե լավ, կներեք, sense ձևակերպեմ հարցը։ Օրինակ,
հանրային հեռուստաընկերությունը երբեք չի կարող մագլցել այն անմատչելի գագաթը, որը սահմանել են Եվրոմեդիա լրատվականը, լրագրող Սյուզի Բադոյանը, հրապարակ լրատվականը եւ մնացածը։ Բայց ինչով եմ թիրախավորում, ասում եմ, նրանք այնքան բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, որ համեկը չի կարող հասնել։ Մենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ով է։ Հիմա ապօրինի Բաքվում գտնվում են, իրենց դատավարությունները մենք լուսաբանում ենք, իսկ մեկը չի լուսաբանում, ձեր հեգնանք ամենևին տեղին չի։ Դե որովհետև այդ դատավարությունները լուսաբանելը եւս մի բան է, տենց ու կոնկրետ սոուսով լուսաբանելը, կարծում եմ այդքան էլ տենց Հայաստանի քաղաքական օրակարգերի շահերից բխող մի բան չի։ Իմ ընկալմամբ դա ավելի շատ Ադրբեջանի քաղաքական օրակարգերից բխող մի բան է, որտեղ դուք լուսաբանում եք մի բան, որը կոնկրետ ժամանակահատվածով, կոնկրետ ձևաչափով, կոնկրետ կադրերով, լավ մտածված, լավ մշակված, կոնկրետ բառերի ընտրությամբ ձեզ տվել է ձեզ էլի հանրությանը առհասարակ եթեր ա տվել Ադրբեջանը։ Դա չլուսաբանել։ Չէ, ես առաջարկում եմ դա ճիշտ լուսաբանել։ Մենք ճիշտ ենք լուսաբանում, մենք Շատ լավ։ ընդհանրապես չի Պարոն Շատ Ալեքսանդր, լավ։ ներողություն ատելության խոսքի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում մի այսպիսի ելույթ ունեցավ, ասաց ընդդիմադիրներն ուզում էին արցախցիներին որպես ցույցի մատերիալ բերել այստեղ իշխանապահությունը, հենց այդ որ կներեք 120,000 հայի ասել ցույցի մատերիալ։ Չէ, ցույցի մատերիալ չէ, որպես ցույցի մատերիալ ու դա ընդդիմության ընկալումն է այդ մարդկանց մասին, դա ձեր համար նորություն է։ Ես ձեզ ավելին ասեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին էլ ընդդիմության մեծ մասը պոտենցիալ ստրուկ է ընկալում։ Էդ էլ ասեմ ձեզ։ Հիմա Համաձայն եմ, ամոթ իրենց։ Հիմա երբ վարչապետը անկախ նրանից թե ընդդիմությունը ինչպես է, հա, դա ներկայացնում, ինքը իր Բերանով իր շուրթերից նման խոսք ասի ազգային ժողովի ամբիոնից ցույցի մատերիալ, հա, ամեն դեպքում ինքն է։ Չէ, հիմա դուք էլի հայ ինչ ուզում եք, ինչքան ուզում եք ասեք հնչեցնում, բայց ակնհայտ է, որ այդ մարդկանց վերաբերմունքը եղել է դա, ու դա եղել է մոտիվներից մեկը, որ ու դա եղել է մոտիվներից մեկը, որ ընդդիմությունը ամեն ինչ արել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայությունը դուրս գա Լեռնային Ղարաբաղից, ամեն ինչ արել է, որպեսզի դուրս գա Լեռնային Ղարաբաղից, որպեսզի այստեղ փորձի Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, մեր շատ հարգելի քույրերին ու եղբայրներին օգտագործի որպես այո ցույցի մատերիալ, ցավոք սրտի, բայց մենք դա թույլ չենք տալու եւ Փառք Աստծո Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները առաջին հերթին թույլ չեն տալիս որպես ընդդիմությունը իրենց օգտագործի որպես ցույցի մատերիալ։